Գիտեք, եւ վերջում խոսքի վերջում ասեմ այսպես. Եթե մի արարք դառնի անձի կողմից, որտեղ այդ արարքի ժամանակ դու կարող ես կորուստներ ունենաս, այդ թվում նաեւ կյանքի։ Բայց այդ գիտակցելով հանդերձ այդ արարքը անում ես, դա ի՞նչ է կոչվում։ Քաջություն, արիություն։ Արարքը խենթություն է գնահատվում, արարքը խենթ արարք է, էլի, բայց քաջության եւ արիության շնորհիվ, չէ։ Հիմա կա անձ, որը նույն արարքը, որի վերջաբանը նաեւ կարող է կյանքից զրկվել լինի։ Անում է, բայց իր շարժիչ ուժը քաջությունն ու արիություն չի, գիտեք ինչն է։ Գժությունը։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Նիկոլի քայլերը քաջության եւ արիության հենքի վրա չեն։ Նիկոլի քայլերը գժության հենքի վրա են։ Այդ մարդուց սպասեք ամեն ինչ։ Այդքանը։ Շնորհակալություն։